Չէ, ով որ ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք հանդիպել, այսինքն չենք ուզում փակ դռների հետևում որևէ որոշում կայացնենք, կհանդիպենք, կքննարկենք այսօր շատ թեժ, հետաքրքիր եւ կարելի ասել ինտենսիվ հանդիպում ենք ունեցել, փակ հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր մեզ վստահություն են տվել եւ հետագայում հնարավորություն կունենանք եւս այդպիսի հանդիպում ունենանք, ով ցանկություն ունի, ով մեզ վստահություն է տվել, ազատ է, կարող է գալ, քննարկենք իրար։ Հիմա որ ասել եք, որ ներողություն հանդիպման ընթացքում պետք է քննարկվի մանդատները վերցնել չվերցնելու հարցը, դա ինչպիսին էր նաև ձեր հանդիպան եկած քաղաքացիների մեծամասնությունը ինչ տրամադրվածություն ուներ։ Տեսեք, հանդիպումը փակ ֆորմատով էր, բայց հիմնականում մարդկանց երկու բևեռային կարծիք կար։ Մի մասը մարդկանց կարծում էր, որ պետք է օրենսդիրով քայլեր անել, բոլորի նպատակը մեկն էր՝ իշխանության փոփոխություն։ Բոլորի նպատակը նա էր, որ ընտրակեղծիքներով իշխանություն պահել ցանկացող իշխանությանը պետք է հնարավորություն չտանք վերարտադրվի։ Բայց գործիքակազմերի տարբերության մասին էինք խոսում։ Ընդհանուր տրամաբանություններ գտանք, բայց պետք է աշխատենք եւս, որ մեր հայրենակիցների վստահությունը կարողանանք արդարացնենք։ Մի բան եմ ուզում ասել, մենք նոր ենք քաղաքականության մեջ եւ ցանկանում ենք մեր բոլոր այն մարդկանց, ովքեր վստահություն են մեզ տվել, իրենց համար, իրենց բավարարող, մեծի մասամբ չեմ կարող ասել 100%-ի բավարարող լուծում գտնել, որ նաեւ կբերի մեր երկրում մեծ փոփոխության մեր երկրում։ Պարոն Կարապետյան, մի վարք մենք էլ էլի հարցեցանք, հարցազրույցը չվերացենք։ Պարոն Կարապետյան, ի վերջո հանդիպումները միայն քաղաքացիների հետ են, ինչ փոխանցեք մեզ քաղաքական ուժերի Հերթով ժողովուրդ հերթով հետ հանդիպումներ, ինչ քննարկումներ են եղել այս ընթացքում եւ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո ինչ կոնկրետ պայմանավորվածություններ ունեք, որ այս պահին կներկայացնեք։ Տեղի ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, իրենց հետ ընդհանուր քննարկումների մեջ ենք, մտածում ենք այդ ռազմավարությունը, որ հետագան պետք է ունենանք։ Արտախորհրդարանական ուժերի չի ուզենա ասել, ով որ վերջնական համաձայնության կգանք, հիմնական հարցը փոշիացման դեմ պայքարն է։ Ապագայում փոշիացումը բերել է այսօր այն խնդրի, որ իշխանությունը ունենալով 50% մինուս ձայն, այսինքն 49% մեծամասնության ձայն չունենալով, իշխանությունը փորձում է հնարավորություն գտնել վերարտադրվել։ Այդ օրենսդրական մեխանիզմներով անվտանգային այդ աղետները, որոնք մատնանշել եք, կկարողանաք հաղթահարել ըստ ձեզ։ Հանրաքվե առանց այսօր հանրաքվե իշխանությունը չի կարողանա անել։ Այսօր արդեն չի կարողանա, բայց եթե Սահմանադրական դատարանը գտնվի դատական Հայաստանում օրենքի, իրավունքի, գերակայության, տրամաբանության մեջ, մենք հնարավորություն ենք ունենալու նաև 3/5 սահմանափակումը կիրառել իշխանության դեմ եւ այդ պարագայում շատ են սահմանափակված լինելու իշխանության հնարավորությունները։ Քաղաքական առաջնորդներին իզոլացնեն։ Իզոլացնում են տասնյակ ցուցակի գրեթե բոլոր անդամներին փորձում են իզոլացնել։ Դա պայքար է։ Պարոն Կարապետյան, կներեք, Պարոն Կարապետյան, այսօրվա հանդիպման հետ կապված կա այսպիսի մեկնաբանություն, որ դուք արդեն ունեք ձեր գրպանում մանդատները վերցնելու որոշումը եւ հիմա դա փորձում եք նետել քաղաքացիների գրպանը, ասեք քաղաքացիներն են դա ուզում, կա նման բան, թե չէ դուք ունեք նման որոշում։ Տեսեք, առաջի օրը ընտրությունների հաջորդող օրերը գրեթե թիմի մեծամասնությունը ցանկություն ուներ չվերցնել մանդատները։ Հետագայում մենք մի քանի ճանապարհներ են, քննարկումներ ենք ունենում, որ վստահ ասեմ ունենք արդեն նախանշած վերջնական ճանապարհ, չեմ կարող ասել, որ ունենք։ Ժամանակի ընթացքում կարծում եմ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, հետագա քայլերի պլանավորման որոշման արդյունքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, դա լինելու է մարդկանց աչքի առաջ, թափանցիկ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։